Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Տանկակին եղբայրներ եւ քույրեր, ինչպես գիտեք, մենք գաբրինք Աստվածամոր վերապոխման շաբթվան եւ խորհրդի մեջ եւ բնականորեն մեր խորհրդածության նյութը պիտի դարձնենք Աստվածամոր վերապոխումը, ինչպես նաեւ վերապոխման թրվակեն փոխող եւ մեր կյանքը հարստացնող հոգևոր պատգամները։ Առաջին հերթին թույլ տվեք վերապոխման թրվակը վերաթարմացնեմ մեզ մե յուրաքանչյուրին հիշողությանը մեջ։ Ավանդութենեն գիտենք, որ Քրիստոսի համբարձումեն ետք 15 տարիներ շարունակ Սուրբ Մարիամ շարունակեց ապրիլ Երուսաղեմի մեջ հավատացյալներուն հետ, առաքյալներուն հետ, անոնց հետ միասին կմասնակցեր աղոթական, բարեպաշտական, պաշտամունքային կյանքին եւ մնայուն գերբով կքաչալերեր զիրենք հաստատ մնալու իրենց հավատքի կյանքին մեջ։ Ավանդությունը մեզի գսե, թե Քրիստոս իր համբարձումեն առաջ խոստացավ իր մորը, թե 15 տարիներու ավարտին պիտի կար եւ երբ մայրը ննչեր, պիտի փոխադրեր անոր մարմինը երկինք։ 15 տարիները իրենց ավարտին հասան։ Իր ննչումեն 1 օր առաջ Գաբրիել հրեշտակը եկավ անոր մոտ եւ հիշեցուց անոր Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը եւ միաժամանակ զայգները գազմված պրապյոն բսակը զետեղեց անոր գլխուն։ Մարիամ Գաբրիել հրեշտակի մեկնումեն ամիջապես ետք քնած Գեթսեմանեի բարդեզը հոն ուր Հիսուս իր վերջին աղոթքը մատուցած էր։ Հոն Մարիամ իր գարքին փարապանական շնորհակալական աղոթքը մատուցեց եւ իր խոսքը ուղղելով իր Աստուծոյին եւ իր որդվույն Տեր Հիսուս Քրիստոսի ըսավ. ով իմ Տերս եւ ով իմ որդիս, հիշե որդուն ըսիր, թե տուն անցամբ աշխարհ պիտի կաս, երգիր պիտի իջնես, մարմինս երկինք փոխադրելու։ Այս աղոթքեն ետք Մարիամ քնած եւ Հովանես առաքյալին մայրը Սողոմեն, ինչպես նաեւ Նիկոդեմոսի թուստրը Մարտան հետը արավ եւ շրջեցավ Երուսաղեմի մեջ բոլոր դերունական դեղերը անդադար փարապանելով դերը։ Հետո երբ դուն վերադարձավ, քովը գանչեց բոլոր հավատացյալները, քովը գանչեց նաեւ առաքյալները, որոնք արդեն լսած էին, թե Սուրբ Մարիամ շուտով պիտի բաժնվեր այս աշխարհեն եւ Սուրբ Օքին առաջնորդությամբ Երուսաղեմ մեկտեղված էին։ Եկան Մարիամի մոտ եւ ամբողջ գիշերը աղոթքով եւ փարապանություններով եւ սամոսներով անցուցին։ Լուսապացին, երբ բոլոր հավատացյալները, ներկաները, առաքյալները, բոլորը երբ ամեն ըսին, ճիշտ այդ բահուն Մարիամ ավանդեց իր հոգին։ Առաքյալները, հավատացյալները մեծ երկյուղածությամբ արին անոր մարմինը եւ Երուսաղեմի մեջ ժայռափոր քերեզմանի մեջ դրին եւ պատմությունը կվկայե, թե իր թաղումեն ետք 3 օրեր շարունակ անդադար հրեշտակներու օրներկություններ, փարապանություններ, քովասանքներ գլսվեին քերեզմանեն։ 3 օրերու ավարտին Դերը ինք, Քրիստոս ինք, գիչնե երկինքեն երգիր, հրեշտակներու մեծ փանագի հետ միասին եւ գառնե մարմինը իր որդին եւ զանիգա երկինք կփոխադրե։ Առաքյալներու խումբեն բացակայեր Փարթողոմեոս առաքյալը ինք, գլսե Սուրբ Գույսին ննչումի մասին, գուքա Երուսաղեմ, սրդի մեջ փապակ գարտնա դեսնելու Աստվածամոր մարմինը վերջին անգամ ըլլալով եւ երբ քերեզման գերտան քարը գքլորեն գտեսնեն որ Մարիամին մարմինը հոն չեր
եւ գիհիշեն դիրոջ խոստումը ուղված իր մորը թե ես պիտի կամ եւ ննշում այդ 3 օր յետք հրեշտակներու փանագին այդ միասին մարմինը պիտի փոխադրեմ երկինք եւ փառք գուդան դիրոջ փառքի դիրոջ որուն գվայել է փառքը սիրելիներ բնականորեն կրնանք դարվել եւ մտածել թե ինչու համար անհրաժեշտ էր աստվածամոր մարմինին փոխադրվելը երկինք անշուշտ պետք էր Սուրբ Գույս Մարիամին մարմինը երկինք փոխադրվեր ինչպես կրնար փճանալ աստվածամոր մարմինը այն մարմինը որ ծնուն տված էր անմարմին աստծուին որ պիտի կար աշխարհ մեզ ազատագրելու մարմնի ստրգութենեն քերութենեն ինչպես կրնար փճանալ Մարիամին մարմինը որ ծնուն տված էր մեզ հավիտենական փճացումեն փրկել ուզող փրկիչին ինչպես կրնար Մարիամին մարմինը գեր դառնալ որդերուն որ ծնուն տված էր որդադունգին որուն վրա մենք պիտի հաստատվեինք անգե ըմբելու համար հավիտենական կյանքի ավիշը եւ սնունդը ինչպես կրնար աբագանիլ Մարիամին մարմինը որ ծնուն տված էր Քրիստոսի որ մեզ մեղքի աբագանութենեն ազատագրելու համար աշխարհ եկած էր դակավին ինչպես կրնար ժանքոդիլ Մարիամին մարմինը որ դարձած էր քանցադունը երկնային քանցին դեր Հիսուս Քրիստոսի ինչպես կրնար Մարիամին մարմինը հաց դառնալ զերուններու ինք որ կյանք տված էր կյանքի հացին Քրիստոսի ինչպես կրնար հող դառնալ Մարիամին մարմինը որ ծնուն տված էր հրեղեն արարիչին որ աշխարհ գալով ազատագրած էր մեզ մեր հողեղեն բնության հadouk բոլոր դգարություններեն ինչպես կրնար փճանալ Մարիամին մարմինը որուն անփուչ վիճակը գնախաբադգերացներ մեր հարուցյալ մարմինները մարմնավորապես հետևաբար անոր երկինք փոխադրվելը գնախաբադգերացներ մեր մարմնավորապես փոխադրությունը թեպի երկինք ահա թե ինչու եւ այլ բազմաթիվ պատճառներով Սուրբ Գույս Մարիամին մարմինը պետք էր երկինք փոխադրվեր անշուշտ պետք էր երկինք փոխադրվեր որովհետեւ Մարիամ թուստրներ հայր Աստծո թուստրը չեր կրնար քերեզմանի մեջ դրվել եւ հոն մնալ ու հոն որտնոդիլ Մարիամ հարսներ Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին թույլ պիտի չդար որ իր հարսը քերեզմանի մեջ դրվեր եւ հոն մնար Մարիամ մայրներ Աստծո որդին եւ Աստծո որդին պիտի ճուզեր որ իր մայրը մեռներ ու մահվան բաժինը դառնար դաջարներ Սուրբ Հոգին Մարիամին մարմինը ահա թե ինչու այդ դաջարը չեր կրնար փուլ քալ Աստծո փանին Քրիստոսի բնակարանն էր Մարիամին մարմինը եւ Աստծո փանին բնակարանը չեր կրնար անդես մնալ լքված մնալ փոշի բռնել հետևաբար անհրաժեշտ էր որ մեր քաղցր մոր Սուրբ Գույս Մարիամին մարմինը փոխադրվեր երկինք եկեք սիրելիներ հիմա ամփոփ կերպով տեսնենք թե ինչ են այն հոգևոր պատգամները հոգևոր թասերը զորս մենք կրնանք քաղել աստվածամոր վերափոխման դրվագին առաջին
Աստվածամոր վերափոխումը թեպի երկինք հավիտենական կյանքի քոյության ապացույց է։ Երբ Քրիստոս աշխարհ գուքա եւ գփոխադրե իր մորը մարմինը երկինք, սա ինքնին ցույց կտա, թե հոն ուր Մարիամ փոխադրվեցավ, հոն կյանքա, հավիտենական կյանքա։ Սա ցույց կտա, որ մահին անտին կյանքը կշարունակի։ Այո, սիրելիներ, քրիստոնեական հասկացողությամբ եւ սուրբքրային իմաստով մահը ուրիշ բան չէ, եթե ոչ փոխադրվիլը այս աշխարհեն թեպի ստեղծիչը աշխարհին։ Մահը ուրիշ բան չէ, եթե ոչ դարվիլը ժամանակավոր այս կյանքեն թեպի հավիտենական կյանքը։ Մահը բարձրապես մեղքով լեցուն այս աշխարհեն թեպի ամմեղներու աշխարհը մեզ առաջնորդող գամուրջ մնե։ Մահը ապագանյալ այս աշխարհեն սրբության աշխարհը մեզ փոխադրող ճանապարհ մնե։ Արարածներուն կովեն մեզ արարիչին ներկայացնող իրականությունն է մահը։ Հետևաբար Աստվածամոր վերափոխումը կգրկնեմ ցույց կտա, որ մահը ուրիշ բան չէ, եթե ոչ նոր ծնունդը Քրիստոսի ներկայության մեջ, Աստծո տրախտին մեջ։ Երկրորդ, վերափոխումը սիրելիներ ցույց կտա նաև, որ իսկական մահը մարմնավոր մահը չէ, այլ հոգևոր մահն է։ Քրիստոս ինքս է Մատթեոսի ավետարանին 10-րդ գլուխին 28-րդ համարին մեջ մի վախնակ անոնցմե, որոնք գրնան մարմինը սպանել եւ սակայն չեն գրնար հոգին սպանել, գսեմ ցեզի, դուք վախցեք անգե, որ գրնա թե մարմինը եւ թե հոգին դժողքի գրագին թադաբարդել։ Հաջող գլսենք, մարդիկ գսեն, մահը ուրիշ բան չէ, եթե ոչ հոգին բաժնվիլը մարմինեն։ Ոչ սիրելիներ, մահը հոգին մարմինեն բաժնվիլը չէ։ Մահը հոգին Աստուծմե բաժնվիլն է։ Իր փրկիչեն բաժնվիլն է, հավատքի կյանքեն բաժնվիլն է, աղոթական կյանքեն բաժնվիլն է, այս է մահը։ Առանց Աստծո ապրիլն է մահը, առանց Քրիստոսի ապրիլն է մահը, առանց աղոթքի ապրիլն է մահը, առանց եկեղեցվո ապրիլն է մահը, առանց սուրբ հաղորդության ըստացումին ապրիլն է մահը, եւ ոչ թե բարձրապես հոգին բաժնվիլը մարմինեն։ Երրորդ սիրելիներ, Աստվածամոր մարմնավոր վերափոխումը մեզի հիշեցնե եւ մեզի ցույց կտա, թե ժամանակներու ավարտին մենք եւս մարմիններով երկինք պիտի փոխադրվենք։ Բողոս Արաքյալ գսե, երբ փողը հնչե, դերը ինք երկինքեն վար պիտի իջնե։ Նախ մերացները հարություն պիտի առնեն, իսկ ողջ եղողները հանգարց պիտի գերբարանափոխվին, եւ հարություն առնողները եւ գերբարանափոխվածները Քրիստոսի պիտի միանան, եւ այնուհետեւ անոր հետ պիտի ըլլան հավիտյանս հավիտենից։ Բողոս Արաքյալ Հռոմայեցված նամակին 8:23-ին մեջ գսե, մենք ագնթետ գսպասենք որդեգրության, այսինքն մեր մարմիններու փրկության, հետաքրքրական եւ ուշագրավ է միաժամանակ, թե Բողոս Արաքյալ որդեգրություն ըսելով գահասկնա մարմինի փրկությունը։ Սիրելիներ, Քրիստոս խաչին վրա իր արյունը չթափեց բարձրապես փրկելու համար մեր հոգիները,
ան իր արյունը թափեց նաև փրկելու համար մեր մարմինները հավիտենական փճացում են եւ թադաբարդուտեն են։ Աստվածաշունչ Մատյանը բազմաթիվ անգամներ գխոսի թե հոգիներու փրկության, թե մարմիններու փրկության մասին։ Հետևաբար Աստվածամոր մարմնավոր վերապոխումը, ինչպես Սուրբ Հայրեր գսեն, գնախաբադգերացնե մեր հարուցյալ մարմինները, մեր մարմիններու վերապոխումը թեպի հավիտենական կյանք։ Չորրորդ, Քրիստոսի աշխարհ քալը եւ իր մորը մարմնին փոխադրելը թեպի երկինք հստակ երբով գբացահայտե Քրիստոսի բացարձակ իշխանությունը եւ իրավասությունը մերելներու աշխարհը ննչեցելոց աշխարհը ցանկի գոչելու դերը ինքն է թե ողջերուն դերը եւ թե մեռածներուն դերը Բողոս Արաքյալ գսե Քրիստոս մեռավ եւ հարություն արավ որբեսի դառնա դերը թե մերելներուն թե ողջերուն Հետևաբար Քրիստոսի քալը եւ իր ննչած մորը մարմինը քերեզմանեն դուրս բերելը հստակ երբով մեզի գհիշեցնե եւ ցույց կտա մեզի թե Քրիստոս ունի գադարյալ իշխանությունը, գադարյալ իրավասությունը բոլոր ննչեցյալները իրենց քերեզմաններեն դուրս բերելու։ Հիշեցեք նույնինքն Քրիստոս ըսավ Հովաննու Ավետարանին 5-րդ գլխուն 28-րդ համարի մեջ թե ժամանակ պիտի գա երբ քերեզմաններու մեջ եղողները պիտի լսեն մարդու որդին ցայնը եւ քերեզմաններեն դուրս պիտի գան անոնք որոնք չարիք կործած են հարություն պիտի առնեն եւ թադաբարդվին իսկ անոնք որոնք բարիք կործած են հարություն պիտի առնեն եւ հավիտենական կյանքը ժառանգեն 5-րդ ավանդությունը մեզի գսե թե Քրիստոս խոստացավ իր մորը թե անոր ննչում են 3 օր յետք պիտի կար եւ անոր մարմինը երկինք պիտի փոխադրեր Քրիստոս խոստացավ եւ գադարեց իր խոստումը գգրգնեմ խոստացավ եւ գադարեց իր խոստումը եւ հետեւաբար վերապոխումը գոչ մնե մարդահրավեր մնե մեզի գարչելու եւ հավատալու Քրիստոսի խոստումներուն եւ խոսքերուն միաժամանակ եթե երբեք իր մորը իր ըսածը գադարեց իր խոստացածը կործատրեց հետևաբար ավետարաններում միջոցով նաև մեզի ինչ որ ասավ, ինչ որ խոսեցավ, պիտի կործատրե։ Գգրգնեմ վերապոխումը հրավեր մնե մեզի գարչելու Քրիստոսի խոստումներուն։ Եթե երբեք Քրիստոս գսե մեզի Մատթեոսի ավետարանին 11:28-ի մեջ ինձի եկեք եւ ես հանգիստ պիտի դամ ցեզի պետք է հավատանք Տիրոջ այս խոստումին պետք է հավատանք որ եթե թիմենք իրեն հանգիստ պիտի շնորհե մեզի եթե երբեք դերը գսե ինձ եկողը պիտի չմերժեմ պետք է հավատանք իր այս խոսքին եւ խոստումին քաչ գիտնալով որ եթե թիմենք իրեն պիտի չմերժե մեզ պիտի ընդունի մեզ եւ նույնպես բոլոր մույս խոսքերը եւ խոստումները որոնց հավատքով եւ վստահությամբ պետք է մոտենալ եւ գարչիլ վեցերորդ Աստվածամոր վերապոխումը Քրիստոսի ցերկով սիրելիներ եւ Քրիստոսի մոդ մեզի հիշեցնե եւ գբարզե թե հավատացյալ մարդը երբ իր հոգին ավանթե գերտա ամիջապես Քրիստոսի հետ ըլլալու Քրիստոսի ներկայության մեջ ապրելու հիշեցեք
Քրիստոս իր աջ կողմը խաչվող ավազագին գսե ճշմարիտ գսեմ քեզի այսօր ինձի հետ պիտի ըլլաս թրախտին մեջ այս համարը կգարտանք Ղուկաս 23:43-ին մեջ գսեմ քեզի այսօր ինձի հետ պիտի ըլլաս թրախտին մեջ մահը հավատացյալ մարդուն համար բարձաբես երթալ եւ Քրիստոսի հետ ըլլալ մնե Բողոս Արաքյալ նույնը գսե Փիլիպպեցոց նամակին առաջին գլխուն 23-րդ համարին մեջ գսե ես գնախնդրեմ բաժնվել այս կյանքեն եւ երթալ եւ Քրիստոսի հետ ըլլալ գտեսնեք Արաքյալին մտքի մեջ այս կյանքեն բաժնվելը բարձաբես երթալ եւ Քրիստոսի հետ ըլլալ կնշանակե Արաքյալը նաեւ գսե կյանքը Քրիստոս է ուստի մեռնել այդ կյանքը շահիլ կնշանակե Փարերուն ուշադրություն դարձուցեք սիրելիներ Արաքյալը գսե կյանքը Քրիստոս է Եվ հետևաբար մեռնել այս կյանքը, այսինքն Քրիստոսը շահիլ կնշանակե Դարձյալ նույն ճշմարտությունն է, որ կբացահայտվի մեր դիմաց մահը մեզ Քրիստոսի մոտ կառաջնորդե Դարձյալ Բողոս Արաքյալ 5 Կորինթացոց նամակին 5:8-ին մեջ գսե Գուզեմ այս մարմինեն բաժնվել եւ Քրիստոսի հետ ըլլալ Հետևաբար վերափոխումը մեզի ցույց կտա որ հավատացյալ մարդը երբ ննչե ամիջապես գերտա Քրիստոսի ներկայության մեջ ապրելու Սիրելիներ գուզեմ վերափոխման կապված այս իմ պատգամս ավարտել շատ ամփոփ կերպով 4 գեդերու մասին խոսելով Վերափոխումը մարդահրավեր մնե ուղված մեզի ապրելու մտքի վերափոխում, սրդի վերափոխում, հոգիի վերափոխում եւ մարմինի վերափոխում Մտքի վերափոխում ասելով կհասկանամ միտքը որ գետրոնացած է երկնային ճշմարտությանց վրա գխոգա երկնքի մասին իր մտածության նյութը առարգան հավիտենականությունն է հավիտենական Աստվածը ինքն է Գողոսացված նամակին 3:1-ին մեջ կգարտանք քանի հարություն արիք Քրիստոսով ասկետ ծեր ուշադրությունը գետրոնացուցեք երկնավոր իրականությանց վրա Վերափոխված միտքը կամ վերափոխյալ միտքը հավիտենական աստվածային ճշմարտությանց մասին մտածող, խոգացող, մտածող միտքն է, սիրելիներ։ Երկրորդ սրդի վերափոխում։ Վերափոխյալ սիրտը, վերափոխում ապրած սիրտը, այլ խոսքով այն սիրտն է, որ ինքզինք անչադած է աշխարհեն, աշխարհի սերեն, մեղքեն ու մեղքի հրաբույրեն եւ գաբած է ինքզինք Քրիստոսի անոր սիրույն, անոր փրկության, անոր ավետարանին, անոր քաղցրության թիմաց հետևաբար անոր սիրույն թիմաց բացված սիրտն է վերափոխյալ սիրտը Վերափոխյալ հոգին այն հոգին է, որ հաճույք կստանա աստվածային ճշմարտություններու մասին մտածելեն։ Վերափոխյալ հոգին այն հոգին է, որ գծնձա, երբ ինքզին գտնե Աստծո ներկայության մեջ։ Վերափոխյալ հոգին այն հոգին է, որ գփերգրի Երբ աղոտքի մենիկ բախմը գունենա և այդ բախվան մեջ Աստծո ներկայությունը, քաղցրությունը, սերը գմփոշխնե։ Վերջապես
վերապոխյալ մարմին ըսելով մենք կհասկանանք այն մարմինը, որ ենթակա չէ բացասական, ժխտական ցանկություններու, վերապոխյալ մարմինը այն մարմինն է, որ թեպետ Գաբրի մարմնի մեջ, բայց ոչ մարմնավորապես, ոչ մարմին համար, Գաբրի այս մարմին մեջ, բայց ամ մարմին Աստծո գամքը կգադարե, անոր սուրբ գամքը կհետաբնտե, վերապոխյալ մարմինը այն մարմինն է, որ Բողոս Արաքյալի նման եւ Բողոս Արաքյալին հետ գրնա ասել, ես մարմինս Քրիստոսի հետ միասին խաչին վրա կամած եմ եւ ալ Քրիստոսի համար է որ Գաբրիմ, եկեք սիրելիներ, Աստվածամոր վերապոխման դոնին արիտով խնդրենք Աստվածամայրիկեն, որ օգնե մեզի վերապոխելու մեր կյանքը, մեր միտքը, մեր սիրտը, մեր հոգին, մեր մարմինը, որբեսի գարենանք Քրիստոսի ցերկով, Աստվածամոր նման Քրիստոսի ցերկով փոխադրվել երկինք, սուրբերուն վայրը, որ մեզի համար պատրաստված է, աղոթքս է, որ մեզ ոչ ոք զրկվի այդ սրբավայրեն, որ պատրաստված է աշխարհի ստեղծագործութենեն առաջ, մեզ յուրաքանչյուրին համար, որուն համար մենք գործենք դերը հիմա ու հավիտյան, ամեն։